Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Հայաստանի եւ Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ընթացակարգային նախապատրաստական աշխատանքները։ Թուրքիայում ուժի մեջ մտած նոր կանոնակարգի համաձայն այսուհետ Թուրքիայից արտահանվող ապրանքների համար որպես վերջնական նպատակակետ կարող է նշվել Հայաստանը։ Ինժեներական քաղաքում տեխնոլոգիական համայնքի փորձագիտական խմբի հետ անցկացվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի հերթական հանդիպում քննարկումը։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի տեսլականին, տեխնոլոգիական եւ ռազմավարական առաջնահերթություններին։ Գավառում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մանուկյանը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքում պետք է ձևավորվի այնպիսի իշխանություն, որը բանակցությունների ժամանակ չի ունենալու վստահություն, թե իրեն ձայն է տվել ժողովրդի մեծամասնությունը, հետևաբար որոշումները կարող է միաձայն կայացնել։ Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն, նշել է Մանուկյանը։ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ընդունելությունը։ Նա նշել է, որ Փաշինյանը նվաստացրել եւ վիրավորել է Ռուսաստանին։ Հերոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների միջև։ Բացի տարածաշրջանային անվտանգության խնդիրներից նախարարներն անդրադարձել են դիվանագիտական հարթությունում իրականացվող քայլերին եւ երկու երկրների միջև փոխգործակցության հետագա զարգացմանը։ Հունահռոմեական ոճի իմբշամարտի Հայաստանի միջև 17 տարեկաների հավաքականի անդամ 80 կիլոգրամ քաշային Վահե Հովեյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Եզրափակչում հայ ամբիշը ժամանակի շուտ առավելության է հասել հունգարացի Դոմինիկ Շիլագիի նկատմամբ։